Բարև ձեզ։ Ես հիշեցնեմ մեր լսարանին, որ այս պահին ես զրուցում եմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ։ Հարգարժան Նարեկ, կխնդրեի, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հնչեցնեիք հետևյալ հարցը. Ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Իջևան քաղաքի ոստիկանության անչափահասների գծով աշխատակիցներ, կոնկրետ ամուսիններ, ես իրենց անունները ձեզ իհարկե կփոխանցեմ, կուղարկեմ ձեզ, ձեր պաշտոնական փոստին, ուրեմն այդ ընտանիքում հաճախակի է հյուրընկալվում եւ հանգրվանում ոմն ինքնահռչակ մոդել Անիտա Հարությունյանը, հաճախակի նաեւ այսպես տեսանյութեր է հրապարակում, որ այսպես զբաղեցնում է այդ ընտանիքի նաեւ անչափահաս երեխային եւ հաճախակի կապ ունենալով իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, անչափահասների գծով ընդ որում աշխատակիցների հետ, վերադառնում է եւ սկսում է պղծել այլ ընտանիքների երեխաների, պղծում է ընտանիքներ եւ իր ուղիղ եթերների միջոցով։ Ես կխնդրեի ներքին գործերի նախարարին տեղյակ պահեիք այս խնդրի հետ կապված եւ մենք փորձենք միասին համատեղ ուժերով հասկանալ, թե ինչով է պայմանավորված այս անձի, այս դիվահար անձի գործունեությունը եւ փորձենք հասկանալ, թե ինչ կապ կա այդ աշխատակիցների եւ այս ինքնահռչակի միջեւ, հարգելի Նարեկ։ Ես կխնդրեմ ձեր նշած անձի ազգանունով մեկ էլ մեր ծառայողների մասին խոսքը գնում ինձ ուղարկեք, ես հասկանամ եւ փորձեմ պատասխանել ձեզ։ Ես շնորհակալ եմ ձեզ, կփոխանցեմ ես անունները եւ խնդրում եմ, որ նախարար Արփինե Սարգսյանին եւս տեղեկացնեք խնդրի մասին եւ փորձենք ընթացք տալ միասին հասկանալ, թե իրականում որտեղ է թաքնված շան գլուխը այս ուշագրավ պատմության մեջ։ Դա եղավ։